Սկսում ենք։ Բարի օր սիրելի հեռուստադիտող։ Այսօր պատրաստելու ենք հայկական ուտեստներից եւ շատ սիրված ուտեստներից մեկը, որը սումպուկով պատատուկներն են։ Այսինքն հայտնի սումպուկով ռոլերը։ Այսօրին բաղադրատոմսը ցույց կտամ եւ կտեսնեք ինչպես են բալանսավորում կամած մածունը կատնաշորի հետ, մի քիչ աղի եւ համեմունքների հետ, որպեսզի ստանանք շատ համով, շատ կոմֆորտ սումպուկով ռոլեր։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 2 հատ սմպուկ, 1 հատ կարմիր պղպեղ, մի հատ գիդրոն, մի քիչ սամիտ, մի քիչ ազատգեղ կամ մաղդանոց, 200 գրամ կատնաշոր, 200 գրամ կամած մածուն, գես բաժակ ընկույզ, 5 բջեղ սխտոր, աղ, սև պղպեղ, օրիգանո եւ իհարկե ցիտապտղից հետ։ Որտեղից ենք սկսում։ Դե իհարկե սմպուկներից պետք է բարակ շերտեր անենք, մի քիչ թողենք աղով ու հետո արդեն տապակենք։ Գդում եմ գլուխները, հեռացնում եմ եւ մի տետև կեղվում եմ, այսինքն մի հատ այսպես կամ կեղևազրկում եմ։ Ես գիտեմ, որ սմպուկով ռոլերը ամեն դուն իր հատուկ բաղադրատոմսը ունի, բայց մեկը ես սիրում եմ ու որ դունը գնամ ու ինքը պատրաստում է, անպայման սիրում եմ ուտել ու փորձել, որովհետև մեկը ես այս combination-ը, այսինքն այս համադրությունը շատ եմ սիրում։ Ես գիտեմ, որ շատերն են սիրում, քանի որ դե սմպուկը Հայաստանում շատ սիրված բանջարեղենի տեսակ է ու կատնաշոր կամածմածուն արդեն մեր համերն են։ Մի խոսքով դրսից որ գալիս են անպայման կամ եթե տուրիստ է լինում, եթե հայկական ռեստորան անստած, անպայման սմպուկով ռոլը կարևոր է որ իշնի այդ սեղանին։ Իբր նախուտեստ։ Դե իհարկե իր ծևերը շատ են, այսինքն մարդիկ իմպրովիզներ են արել, նորություններ են գիրարել, բայց ես օրինակ սիրում եմ այդ ամենաբեյսիկը։ Բայց դե իմ բեյսիկը այսօր կտեսնեք։ Ահա, այսպես բարակ շերտերով կտրատում ենք։ Մեկ, երկու, երեք և 4 մի հատ էլ այս մեկը տեսակ ահա ավելի լավ այսպես մի հատ էլ տնենք նորմալ է աղերնից դե իհարկե մարանիգի աղ բոլոր համեմունքները մարանիգից այսպես աղում եմ մի հատ այստեղ մեր մաքրագործում անենք դե իհարկե ABC-ով ու հետ վերադառնանք շարունակենք մեր այսօրվա հետաքրքիր բաղադրատոմսը։ Ունենք ընկույզը, իհարկե պետք է մանրացնենք, որպեսզի ավելի հաճելի լինի սոսի մեջ։ Կարող ենք այսպես ձեձել կամ զարնել։ Հիմա ես մի քիչ պետք է պահեմ վերջնական դիզայնի համար, որպեսզի ավելացնեմ, այսպես։ Իսկ մնացածը արդեն ավելացնելու եմ մեր պատրաստած սոսի։ Ուրեմն այստեղ ունենք կամած մածունը եւ կատնաշորը, դե կատնաշորը վրան ենք ավելացնելու կամած մածունեն։ Ավելացնում եմ ընկույզը։ Մի հատ կնամոջարվեմ, կամ ու շարունակենք։ Ինչ լավ նահոտ է։ Բրավո ABC։
հատ լավ լվանանք ու հետ վերադառնանք մենք մեր գործին։ Չնայած այս մասն էլ է շատ կարևոր խոհանոցից եւ պատրաստելուց։ Ուրեմն շարունակում ենք խառնելը, ավելացնում եմ աղ, սեբաբեղ, մի քիչ էլ քաշվածից, օրեգանո, մի քիչ լիմոնի կեղև, որպեսզի դանք թարմություն, այս շատ կարևոր է։ Եվ շատ թեթև լիմոն։ Իսկ ինչ ենք դնում լիմոնը, որ այս բոլոր համերը ավելի բարձրացնի։ Մի թեթև այսպես։ Հիմա լավ խառնում եմ։ Կարող եմ միանգամից մի թեթև ցիտապտղից հետ մելավացնել։ Էսի իմ մի թեթևն է։ Եվ վերջում սխտորը կավելացնենք։ Մի հատ լավ խառնեմ, որ տեսնենք ոնց է ստացվում։ Հիմա սխտորը։ Իրականում ես այս սմբուկով ռոլերին սխտորը շատ եմ սիրում։ Ես դնում եմ ինչ-որ 6 հատ, 8 հատ, բայց դուք կարող եք 4-ից 5 հատ տնել։ Բայց եթե իմ նման եք, սիրում եք սխտորով, կարող եք իմ նման տնել։ Դե սազում է իրականում, չեմ կարա թաքցնեմ։ Սազում է։ Ահա, այս սխտորը ավելացրեցի։ Ճզմում ենք, ավելացնում ենք և մնաց վերջինը։ Արդեն հոտը իդեալական է։ Դուք պատկերացրեք այս ամեն ինչին մի հատ էլ ավելանում է սմբուկ։ Մի քիչ էլ եմ ցիտապտղից հետ ավելացնում։ Խառնում եմ։ Մեր միջուկը։ Տեսակ ինչպես դրեցի մածունը կամ կամած մածունը, դրեցի կատնաշորը, ընկույզը, օրեգանոն, աղբղբեղը, մի քիչ լիմոնի զեստը կամ կիտրոնի, մի քիչ լիմոնի հյութը։ Այսա։ Տեսակ ինչքան հեշտ է, լավ խառնում ենք ու վերջում սխտորը եւ ցիտապտղից հետները ավելացնում ենք ու ինքը պատրաստ է։ Մինչև որ սմբուկների աղը մաքրենք, ստեղ արդեն տաքացնենք վերդապակը, որպեսզի պատրաստ լինի ընդունելու մեր սմբուկներին։ Նայեք, մի հատ կարող ենք մոտից նկարել, որպեսզի իր շուրը, որ դված է դուրս, տեսնենք։ Այսպես չուրերը չորացնում ենք, որպեսզի տապակենք։ Իսկ հիմա կարող ենք կտրատել կանաչիները։ Ես ստեղ ունեմ սամիտ և ազատկե կամ մաղդանոս։ Սամիդից մի քանի հատ թողել եմ դիզայնի կամ դեկորացիայի։ Եվ մնացածը կտրատել եմ։ Իրականում ես ռոլի մեջ անպայման սիրում եմ սամիդին համը։ Ես օրինակ սամիդի սիրահար չեմ կամ դիլի, բայց սմբուկի ռոլի մեջ ինքս շատ է սազում, ասեմ ձեզ։
Դե մաղդանոսը ես իրականում ավելացնում եմ միշտ, քանի որ ինձ համար մաղդանոսը թարմության sense նշան է։ Դրա համար ես այսպեսի դենց դեղեր, որ թարմությունը շատ է սազում, անպայման ավելացնում եմ։ Բայց սամիդը ինքը տալիս է այդ սպեսիֆիկ համը։ Կտրատում եմ։ Ավելացում եմ մեր միջուկին։ Արդեն հոդը սկացի ես, արդեն համն էլ սկացի։ Հիմա էլ ազատ կեղը կկտրատենք։ Որ մաղդանոսից մեջ են տեր դիլ եմ գտնում, դել դիզայնի, դեկորացիայի։ Կտրատում եմ մաղդանոսը, մանր, իմ ամենա սիրած հոտս։ Ավելացում եմ։ Խառնում ենք։ Վաու։ Ինչ համովություն է։ Էս ինչ։ Պատրաստ է։ Հիմա նայում ենք սմբուկին։ Անպայման անցերոցիկ կտնենք, որպեսզի ավելորդ ձեթերը դուրս գան։ Փափուկ կբռնենք, որպեսզի չծագենք սմբուկներին։ Կարող ենք արդեն կարմիր բղբեղն մանրացնել։ Հիմա ես մանր եմ կտրատելու։ Իրականում ինքը դեկորացիայի մի մաս է, կարող եք նուր դնել կամ կարող եք կարմիր բղբեղ։ Ես այսպես մանրացնելու եմ ու մանր կարագուսիների եմ վերածելու, որպեսզի հետո վերջը սիրուն կարմիր գույնը տանք։ Այսպես։ Բղբեղը պատրաստ է։ Մի հատ ուզում եմ մեր միջուկին համին նայեմ, անհամբերեմ։ Վաու, այնքան համով սմբուկ է։ Իրականում կարևոր է որտեղից ենք վերցրել։ Պատմեմ, ասեմ, 8 սուպերմարկետից ենք վերցրել։ Իրականում իրենք մեր նոր գործընկերն են եւ իրենց ապրանքը շատ որակով է։ Ուրախ եմ, որ իրենք մեր գործընկերն են ու մեր բոլոր գնումները մենք ընդեղից ենք անում, որովհետեւ որակապես շատ լավն են։ Ու իմիջայլոց ասեմ, ովքեր որ 8-ից գնումներ են կատարում, եթե 5000 եք հերազանցի, արդեն կարող եք մասնակցել խաղարկության։ Սո կարող եք ձեր դայրեկշնը կամ ձեր ուղղությունը գնումների տանել դեպի 8, մեկը առնում եք այդ ապրանքը, մի հատ կառնեք, մի հատ էլ խաղարկության կմասնակցեք ու նվերներ կստանաք, ինչի՞ չէ։ Մի խոսքով սմբուկը վերցրել ենք եւ մնացած բաները վերցրել ենք 8-ից։ Համեմունքը տեսակ մանրանիկից ենք օգտագործում։ Վերջում ծարավանալու եմ եւ խմելու եմ ջուր, որը սիրից է։ Ես հիմա կվնե պատմում եմ, անգերց պատմում եմ ամեն կյանքս։ Իսկ ամենավերջում ստեղ տեսնում եք օրից օր ավելի մեծանում եւ շատանում են մեր համովությունները։ Չգիտեմ, ամեն շենքին է պավում, ամեն Ալիխանյան եղբայրներ տաղին։ Մենք սկսում ենք մեր փաթաթելը, կարող ենք անուշիկ շարել մեր դիմացը, այսպես։
Ես իրականում շատ եմ սիրում միջուկը։ Մի քիչ space բացենք կամ տարածք ու տնենք հաջորդը։ Պատատում ենք։ Ով անհամբեր, ով գնում այսօր շուգա, ով գնում այսօր ուտուտ եւ վերցնում այս բոլոր ապրանքները ու մեր նման պատրաստում։ Իհարկե, եթե հավանեցիք պաղաթյադոմսը, կարող եք ուղարկել ձեր մամային, թորնիկին, երեխային, աղջկան, հարևանին, թրացին, խնամին, չգիտեմ, ովքեր որ նայում են եւ հավանեցին, կարող են ուղարկել, ասել նայ շաղիկը ոնց է պատրաստում։ Արի մի հատ այս անգամ փորձենք շաղիկի ձևով ոնց կստացվի։ Իսկ հետո, երբ որ հավանեք, ինձ կգրեք շաղիկ, կասեք սպուկով ռոլերը շատ հավանեցինք, մերսի շատ պաղատատոմսի համար։ Ես էլ կասեմ welcome, միշտ համեցեք։ Հիմա ուզում եմ շարել, ես կթնեմ մեջտեղ։ Եկ սկսեմ 4 կողմը շարել։ Անուշիկ ձևով կշարենք, մի քիչ կավելացնենք հանգույզ, ամեմեկուն վրա այսպես, մի քիչ էր ապսեին, ավելացնում ենք մի քիչ կարմիր պաղպեղ, որպեսզի քույն տանք, և ամեմեկուն մի փոքր այսպես դիլ ենք տնում կամ սամիտ ու արդեն քիչիկ մնաց և պատրաստ կլինի։ Ինչ է կարծիքնիդ, ինչքանով համով է լինելու։ Ովքեր որ ինձ ճանաչում են երևի կասեն չէ, իհարկե, իսկ ովքեր չէ կասեն փորձենք։ Եվ այսօրվա պաղաթյադոմսը, սմպուկով ռոլերը պատրաստ են։ Դուք էլ պատրաստեք շաղիկի ձևով եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, ահա եւ այսօրվա մեր սմպուկով ռոլերը կամ սմպուկով պատատուկները պատրաստ են։ Իհարկե, սպասում ենք ամենակարևոր պահը, որ ես փորձեմ, որն եմ որոշում փորձել օրինակի համար։ Լավ, կվերցնենք այս։ Yummy. Oh my god, աստված իմ։ Այս սենց համովություն դուք երևի չեք տեսած։ Դե ինձ սիրելիներս, ահա տեսակ ինչպես ենք պատրաստում, գնում եք, դուք էլ պատրաստում եք եւ ուրախացնում եք ձեր ընտանիքին եւ ընկերներին, իսկ մենք կհանդիպենք վաղը ժամը 9:00 եւ 17:00 Gettron TV-ի եթերով։ Սիրով կսպասենք ձեզ եւ TV-ի դիմաց, եւ Instagram-ում եւ Facebook-ում համի գախնիկ հաղորդման շրջանակներում։